Շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ։ Սիրելի այրունակիցներ, ես անընդհատ փորձում եմ YouTube-ի միջոցով գոնե մեր մեջ հայրենասել մոռանում եմ կարծես թե 60 տարիներ Հայաստանում չեմ, բայց եւ այնպես հայրենիքը իմ ողնաշարն է։ Սիրելի հայրենակիցներ, ես կուզեմ մի քանի բացահայտություններ անել բոլորիս մտքում տառապանք է այն ինչ կատարվում է Հայաստանում։ Որոշ շրջանակներ ուրախանում են, որոշ մարդիկ իրենց շահերի համար այն քայլերին են դիմում, որը կոչվի նաև դավաճանություն։ Ես սրտան ցավում եմ մեր առաքելական եկեղեցու շուրջ ամենայն հայոց կաթողիկոսության եւ որս անսասան է մնացել նույնիսկ սովետական միության ժամանակներից Վազգեն առաջինը եւ օծվեց Չորեքճանից հետո եւ սովետական միությունը նույնիսկ աչակցում էր որ միջամուխ չլինեն եւ չխանգարել այո KGB-ին խանգարում էր որոշ ձևերով բայց եւ այնպես այս անցավ գնաց բայց ներկա մեր անկախ Հայաստանում ներկա մեր առաջնորդությունը մեր ժողովրդի կողմից եւ մեր հոգեվորականության առաքելական եկեղեցու կողմից ես գտնում եմ չափազանց անարդար դուք էլ նույնը բայց բերեմ օրինակներ ձեզ ինչի այսպես եղավ ինչից պատահեց այս բոլորը կառուցվում էին չպատահեց անակնկալ ձևով այս բոլորը ստեղծվում էին եւ ծրագրավորում էին արևմուտքի կողմից այն կազմակերպությունները, որոնք որ գոյություն ունեն եւ միլիարդների տեր են եւ հատկացվում են միջոցներ եւ մանավանդ այն կազմակերպությունները նաեւ որ տիրում են Թուրքիայում եւ Ադրբեջանում։ Փաստորեն մեր իշխանությունը ասեմ, մեր ղեկավարությունը ասեմ, այդ ոհմակը ասեմ, որ գոյություն ունի Նիկոլի շուրջ դարձած է գործակալ եւ գործակալ agent, այսպես ասեմ, Թուրքիայի եւ Ադրբեջանի համար։ Դուք կարող եք ոչ ասել, բացարձակ, տեսեք ինչպես մեզ բենզին են տալիս, ցորեն են տալիս, մի խաբվեք սիրելի հայրենակից, մեզ բենզին են տալիս, ցորեն են տալիս, ինչպես կենթանին, ուզում ես թագարտը դնել, ինչ ես անում, բացում ես թագարտ, մի ուտելիք ես դնում թագարտի մեջ, եւ սպասում ես, որ այդ կենթանին երբ պիտի գա եւ ընկնի այդ թագարտը, որ կարողանաս նրան տիրանալ։ Նույնը անում է մեզ մեր հարևան երկիրները։ Թուրքիան ականջի մեջն է Ադրբեջանի, Ադրբեջանը բավական եկամուտները ձեռք բերում իր նավթից, մենք հայերս ոչինչ չենք կարող անել մեր ունեցվածքի կալվածքի դիմաց, այսինքն ոսկի հանքի մեկ մասնել գնաց արդեն Ադրբեջանին, մենք հայերս փնտրում ենք ով է մեր թշնամին, մեր չկամեցողը ռուսն է, Ղազախստանն է, ադրբեջանցին է, Եվրոպան է, Անգլիան է, Ֆրանսան է, Ամերիկան է, Թուրքն է, այո դրանք իրենց ազգային շահերը ունեն, թշնամիություն կարող է երևալ մեզ նաև, բայց մեր առաջին թշնամին մենք մեր մեջն է, մենք ենք մեր առաջին թշնամին, մենք պետք է այդ կարողանանք մարսել, դայջեստ անել, չփնտրենք ուրիշ թշնամիներ, նրանք իրենց ազգային շահերի համար ամեն ինչ կանեն, բայց մենք այն որ մենք կանենք մեր անհատական շահերի համար, մեր գրպանների համար, մեր աթոռների համար, ինչպես առաքելական եկեղեցիում այսօր սրբազաններ կաշառվում են, փաստորեն, ես ուզում եմ բացարձակ ասել այս հաղորդումից մեջ, որ կարող է Հայաստանում չեն շեշտում, ես բնավ չլսեցի այդ մասին, ձեզ բարձ ասեմ, Հայաստանի կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը հատկապես, of course, իհարկե, կաշառում է այդ սրբազաններին, ինչպես մեծ Բալտյան այդ սրբազանը խոստանվում է, առաջնորդին խոստանում է, որ երբ որ կաթողիկոսություն լինի, քեզ եմ նշանակելու, Միսա Արարատյանը է դաշ այդ Բենտլի տիրոջ սրբազանին, գիտես, վեհապարը որ փոխենք, դու ես լինելու
վեհապարը գիտես դա իրար չեն ասում բայց հիմա մեծ Բալտյան սրբազանը չի ասի գիտես Նիկոլը առաջնորդը Նիկոլը ասեց որ դու ես լինելու վեհապար ինչպես կարող է ասել Բենտլի այդ սրբազանին կամ ինչպես կարող է ասել Արցախի այդ Դավաճան սրբազանին կամ այո նաև Լոս Անջելեսի առաջնորդին էջմիածնական թեմի այստեղ խոստացած վստահ եղավ ինչ Հայաստանի դեսպանը եկած էր Լոս Անջելես Հովնան Տերտերյանի հանդիպում եւ այստեղի էջմիածնական եկեղեցում ճաշ հրավիրեց ճաշկերույթ ունեցան եւ այնտեղ Հովնան Տերտերյանին էլ նույնիսկ ականջին լեցրեց այդ դեսպանը Նիկոլը չէր կարող գալ այլ դեսպանին ուղարկեց որ Հովնան Տերտերյան դուք լինես վեհապար մի արտահայտվիր որը մեկին չասեք իրար մեջ այս է միան իսկ այդ տերհայրը որ զրկված է եւ այլն դու ունենաս մեծ առավելություն մյուսը բոլորին խոստանում է ինչպես Հայաստանում կաշառակերությամբ է զբաղված ոստիկաններ հազարավոր ոստիկաններ ունի որտեղից է կերակրում դրանց ժողովրդի գումարն է որ ժողովրդի այդ պարտքով գումարը որ նա վերցնում է Եվրոպայից պարտքերով բիլիոններ այս 6-7 տարվա մեջ ավելի շատ պարտք վերցրեց քան թե նրանք 28 տարվա մեջ այ ինձ սիրելի հայ ազգ արթնանանք կբավեմ մենք քնած մնանք իմ այրունս ձեր այրունից է ես քանի անգամ շեշտել եմ ես որևէ ձևով ինձ չնկարագրեք որ ծնվել եմ Բեյրութ մեծացել եմ Միացյալ Նահանգներ բայց իմ ուսումս եւ երիտասարդությունս անցել է Հայաստանում դրանք բացարձակապես կապ չունեն իմ այրունս հայկական է եւ ես DNA-ին եմ ստուգել տվել իմ այրան եւ տեսնեմ ով է իմ անցյալի ժառանգությունը որ ստացել է իմ այրունը հավատացեք գալիս է Ջավախք Լորի Հայաստան Սյունիք Արցախ իջնում է մինչև Վան եւ այնտեղից բացամ դեպի Տրաբիզոն դեպի Տրաբիզոնից իջնում է Խարբերդ այնտեղից Կիլիկիա եւ իմ հայրս ծնված է Կիլիկիայում իսկ ես ծնվել եմ Բեյրութ եւ այսօր Միացյալ Նահանգներում եմ ուզում եմ ձեզ հասկացնել բոլորս նույնն ենք բոլորիս այրան մեջ խառնված է կարող է 10 20 30 պապեր այն կողմ իմ այրունը քո այրունի մեջն է ով որ է բայց Նիկոլ Փաշինյանին կասկածում եմ նա իր DNA-ը չի ստուգել տալիս որ նա DNA-ի մեջ ադրբեջանցի այրուն կա ես կասկածում եմ ինչու այսքան այս ծայրահեղորեն պայքարել մեր եկեղեցու դեմ այդ սրբազաններին բանդարկել ամենայն մեծ բարերարը մեր ազգի այսօր որ Սամվել Կարապետյանն է տեսեք որտեղից սկսեց նա խայտարակություն Էջմիածնում տեսակ ինչ եղավ 5 շաբթի օրը դեկտեմբեր 18-ին պատկերացրեք այս բոլորը ցույց են տալիս թե ինչ խայտարակ ձևով է մոտենում քանդելով մեր ողնաշարը միակ կառույցն է մեր եկեղեցին որ հարադեպված է հազարավոր տարիներ մեր Այբուբենի հետ միասին այս երկուքը միատեղ եկեղեցին եւ Այբուբենը Մեսրոպ Մաշտոցը դարավ հոգեվորական որպեսի Վրամշահու արքայի միջոցով կաթողիկոսը իրագործել տա մեր Այբուբենը եւ այլն այդ պատմությունը կա փաստ է եւ բարոն Նիկոլ Փաշինյան չի ուզում հետադարձ հայացք նետել հետադարձ հայացք նետելը պետք է սովորենք եւ չանենք այն մեծ հանցանքները որ անում ենք նա խոստացավ բոլորին է խոսք է տալիս բոլորն էլ ես կաթողիկոս եմ կստորագրեմ դեմ եմ ամենայն հայոց կաթողիկոսին ես ոչ ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ճանաչված եմ ճանաչում եմ բայց եւ այնպես ոչ մեկ հետ ոչ կապ ունեմ ոչ բան ես հազիվ տանս մեջ իմ մեջքի ցավով գործի գնում գալիս եւ այլն հերախոսներով այս այն ես ցավում եմ հերոստատեսությամբ որ տեսնում եմ այս բոլոր դժբախտությունները Էջմիածնում խայտարակ վիճակ եղավ պարտվեց մեր ամենայն
Նիկոլ Փաշինյանը այսպես կոչված, որ իրեն հայերի ամենայն վարչապետ է անվանում եւ ծիծաղում է, ես ամենայն վարչապետ չեմ կարող լինել, ինչպես կարող եմ Ուրուգվայի հայերին պաշտպանել, խայտարակ անցյալներում խոսել եմ շատ, եկավ այսօր քանդելու մեր եկեղեցին, ինչու՞։ Նրանք բոլորը փորձառությամբ գիտեն, դա շատ արտասահմանի այդ կազմակերպությունը որ կա, մեծ հսկա կազմակերպություն է, անունը դուք լավ գիտեք, եւ այս կազմակերպությունը շատ դեմ է մեր եկեղեցական կառույցին, մեր առաքելական, որը կապում է մեր ազգը մայատեղ, շղթա է կազմել եւ հարատևել են իրենց սխալներով հանդերձ, բայց մարդն է սխալ, իրենց վեղարը եւ կառույցը սխալ չէ, այդ մեջի անձն է սխալ, դուք այս տարբերությունները լավ նկատեք, մենք այսօր պաշտում ենք մեր սուրբ աթոռը, մեր սուրբ եկեղեցին, մեր սուրբ հոգևորականությունը եւ մեր սուրբ կաթողիկոսությունը եւ իր կաթողիկոսով, որը ընտրված է վեհապարով, որը ընտրված է այսպես կոչված ժողովրդի կողմից ընտրված արտասահմանում ներկայացուցիչներով, նաեւ սրբազաններով բոլոր եւ այս ընտրված է Այս հարցին չանդրադառնամ, դուք շատ լավ գիտեք եւ անդադ Հայաստանի հերոստատեսություններով խոսում են։ Ես փաստը ասում եմ, որ այս բոլոր 10 սրբազաններ կաշառված են։ Ինչպես ինքը կաշառում է ոստիկաններին, հազարավոր ոստիկաններ է բերել, եղբայր, պարտքով գումարներ է վերցրել, դրանց աշխատավարձը եթե 200-300 դոլար էր, այսօր $1000 է, երևի, եւ ոչ երևի նույնիսկ ավելի։ Այս բոլորը անում է դա, նա գեներալներ է դարձնում, չեմ գիտեր ինչեր է անում, կաշառքներ եւ պարգևատրություններ, այնտեղ խեղճերը գումար չունեն հաց առնելու, սոված են եւ տրանսպորտային գումար չունեն, որ մի տեղից մյուստեղ տեղափոխվեն 300 դրամներ ծախսեն, այս խայտարակ վիճակներով եւ իրենք հազարավոր դոլարներ են վերցնում, ինքը որ քննադատում էր անցյալին, պարոն վարչապետ Այսօր եկել է մեր եկեղեցին քանդելու, որ կարողանա տիրի ժողովրդին ավելին, քանդելու համար, ինչու։ Վեհապարը Սվիցերիա էր, շվեյցարական այդ հատուկ հոգևորական ժողովին, եւ ինքը այնտեղ արտահայտվեց պաշտպանելով Արցախի եւ ժողովրդի եւ պաշտպանելով մեր ամբողջ հուշակարերու, մեր ամբողջ հոգևորական ժառանգությունների, եկեղեցիների քանդրդելներով եւ այլն։ Եթե ինքը չասի, հապա ով պետք է ասեր։ Ունեինք ուրիշ մեկ ղեկավար ազգի կողմից։ Վարչապետը ներքին վարչական գործերով թող սպասվի, որը աչքաթող են արել, շուն ու կադու են դարել, կրվեցոցի են ստեղծել։ Թող սպասվի այդ հարցերով, վարչապետը վարչության պետ, այսպես կոչված, դժբախտաբար։ Թող սպասվի այդ գործերով, ով պիտի արտահայտի ոչ կրոնականներին, որ ասի, որ այսպիսի վիճակ է արցախցիներին, եւ դա չցավի, ով պիտի ցավի, դու պիտի ցավես, պարոն վարչապետ, դու չես ցավի, ընդհակառակը դու ծախեցիր Արցախը, եւ այս առաջացավ, երբ որ վեհապարը եկավ, եւ այնտեղ հարձակումների պատրաստվեց պարոն վարչապետը, այնտեղ Սամվել Կարապետյանին հարցումներ տվեցին, մարդը շատ պարզ ասեց, մենք կպաշտպանենք եկեղեցին մեր ձևով։ Մեր ձևը երեկվա ձևն էր, որ եկեղեցում դեկտեմբերի 18-ի ձևն է մեր ձևը։ Խաղաղ եւ պաշտպան, չթողնե որ մեկը դիպչի վեհապարին։ Այս է մեր ձևը։ Եվ այս ձևով կպաշտպանենք, ազատություն է պետք տալ դրանց։ Պատկերացրեք, շարել է այսպես մարդը, բոլորի մեկ-մեկ այդ կասկածելիները վերացնում է, તો այդ բաներ անողը այս սրբազաններին չի կարող մատերի վրա խաղացնել, սրանք էլ աթոռի դրամի համար, եթե մի սրբազան Բենթլի գնելու գումարները հավաքել ժողովրդից, էլ պատկերացնում եք, այլ ինչ կարող եք պատկերացնել, որովհետև դրան եկած կաշառած են, դու կաթողիկոսը պիտի լինես, մյուսին այս, մյուսին այն, ինչ որ է։ Արթնացեք, սիրելի հայրենակից, արթնացեք, արթնանալ պետք է բոլորիս, եւ պետք է այս Էջմիածնի պատահածը ցույց տալ, թե ինչ է մեր միասնականությունը, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը եղիշե չարեցին եմ ուզում հիշեմ, ես հայագետ չեմ, 60 տարի Ամերիկայում ապրում գրեթե, պատկերացրեք, ես 1-2 օր հետո
այս չորեքշաբթի որը կսի իմ ծննդյան օրն է նաև եւ ես լինում եմ 85 տարեկան եւ ես հպարտ եմ որ հայ եմ եւ ես ինձ եւ տեսեք այնքան բան կասելու որ մի կողմից մյուս կողմն է ցածկում հպարտ լինենք որ մենք հայ ենք եւ այս եկեղեցում մեր սուրբ եկեղեցում պատահած էջմիածնի թող ապացույց լինի բոլոր մեր ազգին որ ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է այս մարդը ասել է 30-ական թվականին 36 թվին 35 եւ այլն բادرկեցին մարդու նիկոլական ձևերով մակրագործեցին նիկոլը ճիշտ է անում Ստալինյան տակտիկ է ուսումնասիրել նրանց հոգեբանությունները մշակել եւ նա երգիր էր պահում եղբայր Ստալինը Բերյան ամեն դաժան սարսափելիներ էին բայց երգիրը անսասան էր մնում այս մարդը երգիրն էլ տվեց ահա Արցախը սովետական միության ժամանակ օտոնոմ ռեպուբլիկ էր ավտոնոմ ռեսպուբլիկա ինչ արեց հայ Արցախը Ադրբեջանը եւ վերջ կամ Հայաստանը վերջ խարդախությունը գիտեք ինչ է շուր շանվորթի տեղով էր նայեք Արցախը Հայաստանը եւ վերջ ինչ արեց շունը քսի տվեց քսի տալ Հայաստանը ես ով եմ ասում չեմ մոռացել հայերենս ժողովրդական հայերենս որովհետեւ 5 տարեկանից Հայաստան եմ մեծացել եւ պոլիտեխնիկ ուսանելով այս ամենը մեջս մտած է շունը քսի տվեց այդ արտասահմանյան կազմակերպություններին որ այսօր ամբողջ Եվրոպան է այդ կազմակերպությունը ղեկավարում Ուկրաինայի պատերազմն է այդ Մոլդավիայի կատարված ամբողջ դրանք են անում հանգած դրանց արտացրեց որ պատերազմը սկսվեց ինքը իրեն ցույց տվեց այդ մեծ կազմակերպություն սորոսական են ինչ զիբիլական են չգիտեմ չեմ էլ հիշում անուններ երևի դա է դրանց ապացուցելու որ լսեք այդ չանեք չեմ ես ենթարկվի ձեզ նրանք ամիջապես վազեցին միլիարդներ խոսացան եւ տվեցին եւ վստահ իջեմ նա չկաշառվեց չէր կարող հայրենիքից հեռանալ ես հայրենասեր էի մինչեւ 19 թիվ մինչեւ 20 թիվ հայրենասեր է 19 թիվին ասեցի Արցախը Ղարաբաղ է ասելու, բայց իրականը Արցախ է եւ Արցախը հազարավոր տարիներ գալիս է դա պատմության մեջ Արցախ անունով Ղարաբաղ անունը հիմա ադրբեջանցիների ժամանակ հիմնվեց, որը սև բաղա կոչվում անդարիտ պես է, որովհետեւ այնտեղ շատ մեռան մուսուլմանները անունը դրեցին Ղարաբաղ Ղարաբաղը իրենք Ղարաբաղցիները նրան սպանելով չէին թողնում որ գրավվի Ղարաբաղը անունը դրեցին Ղարաբաղ չկար Արցախ է եւ Արցախ էլ կմնա եւ այս մարդը ասեց Հայաստանը եւ վերջ քսի տվեց եվրոպական այդ կազմակերպություններին եւ այդ կազմակերպությունը այսօր 19 միլիոն դոլարներ է խոստանում եւ այլն որ նորից այս ավանակը ընդրվի պատկերացրեք մեր ճշնամին մենք ենք մենք չփնտրենք ուրիշ տշնամություն մենք պետք է արթնանանք Եղիշե Չարենցին հետևենք ես չեմ ասում որ անցյալը ճիշտ է անցյալը իրեն հանցանքներով մեծ հանցանքները գալիքը մնում է միայն ժողովրդավար երկիր տնտեսությունը զարգացնող երկիր տնտեսությունը զարգացման համար մեր ձևով կազմակերպվում է եւ պիտի կազմակերպվի ավելի խորունկ որպեսզի ստեղծվի արդյունաբերական կենտրոններ օրինակ Սամվել Կարապետյանի պես մեկը որ առաջարկել էր նաև ամբողջ Հայաստանի էլեկտրոցանցը նորոգվեց այո այնքան փտած էր որ դեռ շատ կարիք կա նորոգվելու եւ ասեց սահմանի վրա կառուցենք refinery այսինքն զտող նավթա զտող մեծ հաստատություն եւ այլն refinery է կոչվում Պարսկաստանից կստանանք հում բենզին քարյուղը նավթը կվերամշակենք Հայաստանը կունենա արժան նավթ եւ այլ նյութեր եւ մենք իրենց կծախենք էլեկտրականություն այս ծավի մարդ մտածողին եւ այս ծավով բռնես բանդը դնես եւ այս մարդուն օգտակար լինել որ դա կատարի եւ բռնես բանդարկես ինչու որովհետեւ ոտքի տակ քար էր լինելու որ եկեղեցի այս պատահածը բացարձակ չպատահեր գոնե
կարծեց որ ինքը պիտի գրավի եւ չկարծեց որ ժողովուրդն է եկեղեցին միշտ պահել եւ Սամվել Կարապետյանը ասեց դարերով ժողովուրդը պահել է մեր եկեղեցին եւ մենք էլ պետք է պահենք մեր ձևով մեր եկեղեցին այս բոլորը անդադ շեշտում եմ դուք լավ լսում եք բայց միայն եւ միայն ուզեցի այսօր խոսել որ շեշտել որ այս սրբազանները կաշառված են որևէ հրեշտատեսություն չի ասում այդ մասին որովհետև նրանք մտածում են, որ իրենք դադարան կտանեն, իրենց կպատժեն, թող գանից դադարան տանեն, օքեյ, ես սպասում եմ դա։ Եվ դրանք կաշառված են, բոլորն էլ։ Եթե մինչև չկաշառվեն, իրենց դավանանքին, իրենց ուխտին, իրենց միաբանության չէին դավաճանի։ Այս ծևի ուղեղները ծրված մարդ են նրանք, այո ուրիշ սրբազաններ կան, ուրիշ հոգևորականներ, նրանք չեն դավաճանի, որովհետև նրանց ուղեղը ամուր է իրենց միաբանության, իրենց աթորին, իրենց կաթողիկոսին, իրենց վեհապարին։ Դուք այդ 10 սատանայական մոտեցող սրբազաններ իրենց աթորները, գրմանները, դու արդեն ունեք, լիք գումար ունեք, ինչ է ձեր փնդրածը, դուք եք դավաճանում հայրենիքը, առաջին դավաճանները նաև դուք եք, կաշառվեցիք Նիկոլի կողմից, դուք էլ կաշառվեցիք։ Ես Նիկոլը, որ եկավ Լոս Անջելոս, իր ընդրված տարում, ձեզ ասում եմ, որ հավատաք թե ով է խոսողը ձեզ հետ, ես Նիկոլ մարդ եղած եմ, առաջինը ես եմ հանդիպել Նիկոլին, այդ ֆուտբոլի խաղի չգնացած դեր իր սենյակում եւ թող ինքն էլ լսի որ ես էի դա եւ գիրքս էլ իրեն նվերեցի մեջ էլ գրել էի որ դուք եք որ միավորեցիք մեր ազգը հուսամ դա կլինի շարունակական եւ երբ որ եկավ այստեղ Լոս Անջելոս ես իրեն թիկնապահի պես յետևում կանգնած եմ նկարներ ունեմ կուրսկիս էլ շերիֆի մեդալը դրված որպեսի ոստիկանները ինձ ձեր չտան որ իրա ես դա եմ եղել հավատացրել եմ որ մեր ազգը պիտի տանի փրկության միասնականություն ստեղծի, խոսել եմ հետը եւ այլն, բայց այսօր դավաճան դուրս եկավ։ Նա ինքը պոլիսում արտահայտվեց, ասեց ես հայրենասեր էի 19 թվին, դրա համար ասեցի Արցախում այդպես։ Ես Արցախը Հայաստան է, սուտ, դա օտարներին քսի տվեց, որ գումարը, եթե 2 միլիարդ էին խոստացել իրեն, 5 միլիարդի բարձրացնեն կամ 5-10-ի բարձրացնեն։ Այսպեսի մարդ է դա։ Այդ մարդը խմբագրության մեջ Միշտ ստախոսություն է, այլ չեք իմանում դուք, ես եմ իմանում, դուք եք թերթերը կարդացել, դուք եք քննադատել, արթնացեք իմ սիրելի ազգ, իմ ազգը անձեռնամխելի է, իմ ազգը չի կորի, ոչ մեր, քանի որ մեր առաքելական եկեղեցին կա, շատերը քննադատում են հոգևորականություն, ոչ հոգևորականը քննադատեք, բայց եկեղեցին եւ մեր առաքելական կառույցը չեք կարող քննադատել։ Որովհետև մերը միակն է աշխարհով մեկ այն հոգևորական կառույցի, որը իր ազգը գրկել է։ Ես լավ հիշում եմ Գարեգին առաջինը կաթողիկոս, որ եղավ Հայաստանում, որը ինքը Գարեգին երկրորդն էր Լիբանանում, Կիլիկո կաթողիկոսության Գարեգին երկրորդն էր այնտեղ, եւ երբ եկավ Հայաստան, դարձավ Գարեգին առաջին։ Ինքը երբ որ Լոս Անջելոս էր, իր արտահասած քարոզների իր ճարերի մեջ ես լավ հիշում եմ եւ նա այնպես է ոգևորում ասում էր մեր կրոնքը մեր առաքելական եկեղեցին դա ազգային է որը գրկած է ազգը իր ձեռքերի մեջ եւ այդ ձևով մենք չենք կարող ոչնչացնել մեր սուրբ կաթողիկոսությունը ամենայն հայոց կաթողիկոսին եւ որին կողմ են բոլորը եւ այդ փոքրամասնությունը ջախջախից փոքրամասնությունը կաշառված դեր ոստիկաններ, հակուստները փոխած ոստիկաններ ավելի շատ էին, քան դե իրական 10 հոգին կամ այդ աղտոտ սրիկաներ, որ անվանում էին, հայոյում էին եկեղեցու մեջ։ Եղբայր, պատկերացնում եք ուր ենք հասել, եւ պետք է լուր մնանք այս բոլորին։ Ես ձեզ շեշտում եմ կաշառված են նրանք եւ այդ կաշառքի համար իրենք պիտի պատժվեն Աստծո կողմից նաեւ եւ ապագան իրենց խայտարակ վիճակների մեջ պիտի դնի։ Ես այսքանն եմ ասում ձեզ սիրելի հայրենակից օրերը գալիս են, ժամանակը գալիս է, որ ընտրելու նշանակություն եւ կքարոզեմ, կողքեվորեմ մեր բոլոր կուսակցություններին, չդառնան խումբ, կամ կդոր 1%, կամ 5%, 3%, այլ դառնա մեկ ծրագրի շուրջ, թող մշակեն թե ինչ է լինելու այդ ծրագրի շուրջ, թող հիմակվանից իրար մեջ բաժանվեն այդ իրենց ընտրվելիք
ոտերը կամ ձայները, որ հասկանան թե հայրենիքը մի դավաճանեք, սիրելի հայրենակիցներ, հայրենիքը այսօր կանգնած է, եթե հանգարց Աստված չանի Նիկոլը ետ նստավաթորին, վայ եկել տարել է հայրենիքին, դե լավ էլի ռեստորանները, տեսնում ենք, գնում ենք, ճաշակում ենք, այմա ճաշակում եք, տեսնում եք միս կողմից, կաթիլ առ կաթիլ ուտում է նա մեզ քանդում է, մեզ ուտում է կաթիլ առ կաթիլ, այդ քանդելը, այդ ուտելը դուք չեք զգում, այդ թագարտը որ դրել է բենզինի եւ ցորենի, այնա ցորենն էլ 4-րդ կարգ է, 3-րդ կարգ է, ինչ ցորեն է, չգիտեմ, որ մեզի թագարտի, ինչ է, բերում է, դու ինչի համար միանգամից ամիջապես ուրիշ երկրների գագասները չեք ուրախանում եւ հանգարց Ադրբեջանից եկավ ուրախանում է։ Ինչու 1 սենտ ավելաժան է, դո մի եղեք դրամամոլ, եւ մի եղեք մոլեգնած նվիրված դրամի եւ կալվածքի միշտ քննադատելի է այդ գրզոյը ինչ է, ելեր ասում է, որ հարևանների հետ լավ պիտի լինենք, քու նմանները եղան պարոն, գիտես երբ 300 թվականներին Դավիթ Բեկի ժամանակ, ներողություն 1700 թվականներ, 300 տարիներ առաջ, եւ Դավիթ Բեկի ժամանակ, եւ սելջուկ թուրքեր գալու էին, այնտեղ հայ վաճառականներ ուզում էին սելջուկ թուրքերի նոթոգան, մեզի գործեր պիտի տան եւ այլն, եկավ մտավ ջարդ ու խուրդ արեց, սպանեց գնաց, դու պարոն գրզո, քեզ էլ պիտի անեն այդպես վաղը միսօր, դեր սպասի, չկարողա գան 1 միլիարդ դոլար տան ամբողջ կալվածքիդ, գումարը դառնես, փախնես գնաց Շվեյցարիա, կարողա դա էլ անես, եւ այս սարսափելի վիճակից ազատվելու համար միասնականություն է պետք, միավորվել է պետք, ընդրությունը գալիս է, հավաքվենք մանավանդ մեր ձևով շարժման ստեղծած կուսակցության շուրջ եւ բոլորը թոթափեն իրենց եսասիրությունը, գաղափարասիրությունը, իրենց նվիրվածությունը հայրենիք է, մոռացեք ամեն ինչ եւ հավաքվեք արդյունաբերությունը զարգացման համար եւ շեշտեք այնտեղ որ ով է լինելու ժամանակավոր կառավարություն, որ կարողանաք մշակել գալիք ապագան։ Այսքան եմ ասում, Աստված բոլորիս խելք շնորհ տա, Աստված փրկե մեր ամենայն հայոց կաթողիկոսին եւ մեր հայրենիքը եւ մեր հայ ժողովրդին եւ այդ խեղճ ժողովուրդը, որ այսօր տարապում է, ուտելու հաց չի կարողանում գնել, ավտոբուսի դրամներ է վճարում կամ եւ այլն 500,000 թոշակառուներ կան։ Այդ 500,000 թոշակառուները, եթե ելան եւ ընտրեն դեմ Նիկոլին, որ բայց ընդրվելուց հետո պետք է անպայման այդ թոշակները երապատկվեն եւ ոչ թե կրտնապատկվեն։ Այս մարդիկ պետք է ապրեն վերջ-վերջո չէ։ Եթե ուզում եք ես կարող եմ խոսք տալ եւ երբ որ նոր դրված կառավարություն լինի, միջամուխ լինել եւ կռվել նրանց հետ, եթե ձեր թոշակները չբարձրացվի այդքան։ Դուք առաջինը դուք եք եւ գյուղացին է եւ պետք է գյուղացու մեջքին հզոր պատնեշ կանգնի ժողովուրդը, ապա եթե առանց գյուղի քաղաքը ոչինչ է։ Մենք քաղաք Երևան, քաղաք կենտրոն, քաղաք Երևան, լույսերը բարեցինք, Երևան, եղբայր լույսով վերևը Երևան էին գրել, եղբայր Երևան չէ դա, Հայաստան Երևան գրեք կոնե։ Գյումրին ինչ եղավ, Վանաձորին ինչ եղավ, մյուստեղերն ինչ եղան, այմատ Երևան հասկացանք, բայց Երևանը հայրենիքն է մեր, ամբողջ Սյունիքը ինչ եղավ։ Ուրեմն այս բոլորի հետ մեկտեղ պետք է մենք գյուղացուն ուժ տանք, գյուղացին է պահում քաղաքը, բայց եթե ամբողջ Ամերիկան այդպես է, Եվրոպան այդպես է, չեք տեսնում ցույցեր որ լինում է տրակտորներով են մեջտեղից գալիս։ Սիրելի հայրենակից, նորից եմ կրկնում, ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, Եղիշե Չարենց։ Աստված պահե մեր ազգը, մեր լուսավորչական եկեղեցին, մեր Սուրբ Աթոռը, մեր կաթողիկոսը եւ շնորհավոր նոր տարի եւ Սուրբ Ծնունդ բոլորիս։